Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ անվտանգ երթևեկության հիմնական նախապայմանը դա հմուտ և օրինակելի վարորդ լինելն է։ Այդ իսկ պատճառով երբեք առանց երթևեկության կանոններին լիարժեք տիրապետելու մեքենա չվարեք։ Իսկ դրա համար կարող եք զանգահարել X-Drive ավտոդպրոց և միանալ մեր խմբին։ Շտապեք, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։ Ողջույն, Իգեր Արթուր։ Ողջույն, Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր եկել եմ մեր հերթական դասին, մեր հեռուստադիտողներն շատ հետաքրքրված են թեստերով, առաջընթացով, որպեսզի շարունակենք միասին պարապել։ Շատ լավ։ Ես հիշում եմ նախորդ դասերի ընթացքում մենք ընդամենը մեկ քննական թեստ միասին լուծեցինք։ Ու այսօր կշարունակենք։ Այսօր երկրորդից կշարունակենք։ Չենք խախտի, այո, հերթականությունը կպահենք, կանցնենք երկրորդ թեստին։ Իհարկե, բացատրությունները գիտես, որ արագ-արագ չենք ասելու անցնենք առաջ, բացատրությունները խորքային փորձելու ենք հիմնովին, որովհետեւ բոլորի համար լինի հետարքիր։ Հարցեր չառաջանան, իրենց հուզող բոլոր հարցերը մենք միասին կտանք։ Լավ, իհարկե, եթե դու հարցեր կունենաս, քո հարցերին էլ կպատասխանենք։ Սկսենք, միանգամից ժամանակ չվատնենք։ Լավ։ Դե Սյուզան, ինչ ենք անում։ Մուտք են գործում մեր էջ X-Drive.am ու ստեղ ունենք թեստեր գրված։ Մուտք են գործում թեստերը, մեր առջև բացվեց այդ բոլոր քննական թեստերը։ Թեստ 2։ Շատ լավ։ Հիմա սկսում ենք միասին լուծել։ Հայաստանի Հանրապետության, այսինքն ՀՀ օրենքի համաձայն B-Ե կարգի տրանսպորտամիջոց վարելու իրավունքի վկայական կարող է տրվել։ Ինչ է կարծում տարիքները? Այո, 18 տարին։ Մանրամասնենք մի փոքր, B-ն թեթև մարդատալն է։ Իսկ Ե-ն կցորդը։ Կցորդը, որ ավելացնում են տրանսպորտամիջոցին, կցվում դառնում ընդամենը համարում է մեկ տրանսպորտամիջոց, օրենքից այդպես է։ Ուղղակի Ե կարգը տրամադրում են 19 տարին լրացած անձանց, 19-ից շուտ չեն տրամադրում։ Դա է պատճառը, որ մենք պիտի նշենք 19 տարին լրացած անձանց։ Եթե լիներ միայն B-ն, թեթև մարդատարը, կնշենք 18։ Բայց քանի որ B-Ե, այդ թիվը փոխվում է 19-ի։ Սրանք ուղղակի հիշելու են, պետք է փորձես հիշել։ Շարունակենք։ Այո։ Հաջորդ։ Օրենքից հարց։ Օրենքի համաձայն ճանապարհի երթևեկելի մաս որն է համարվում։ Հիմա կարդանք պատասխանները։ Ճանապարհի տարը նախատեսված տրանսպորտամիջոցների երթևեկության համար, ճանապարհի տարը նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտամիջոցների համար։ Նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Ահա, այստեղ պետքա ես շեշտեմ, սենց գույնով նշենք ոչ ռելսագնաց։ Հիմա բացատրեմ։ Ունենք ռելսագնացներ, որոնք շարժվում են ռելսերի վրայով, դա մետրոն է, գնացքը, տրամվայը, մեր քաղաքում դե տրամվայի գծեր չկան, չես հանդիպել, չէ՞։ Չէ։ Իսկ ռելսագնացից բացի մնացածը համարում են ոչ ռելսագնացներ։ Ուրեմն ռելսերի հատվածը երթևեկելի մաս չի համարվում։ Ուրեմն ոչ ռելսագնացը համարվում է։ Այո։ Մի ոչ ռելսագնացը, այսինքն ռելսագնացից բացի մնացածները համարվում են ոչ ռելսագնացներ։ Հասկացա։ Դա է պատճառը, նշում ենք ճիշտ պատասխանը սա։ Անցանք առաջ։ Շահագործումը արգելվում է, եթե առկա են ղեկային կառավարման մանրամասների, դետալների, հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված չեն։ Երկրորդ պատասխանը բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը։ Հիմա խոսենք նախ առաջինի մասին։ Եթե մի փոքր ավելի կարճ ես քեզ բացատրեմ, այն հարցերը շահագործման հետ կապված, որոնք վերաբերվում են ղեկային համակարգին, ղեկը գիտենք չէ որն է, ռուլը, ղեկը։ Այո, ղեկային համակարգի հետ կապված յուրաքանչյուր անսարքության, դետալների փոփոխության, տեղաշարժի կապված յուրաքանչյուր անսարքություն շահագործումն արգելում ենք, շատ կարևոր շեշտ դրված է ղեկային համակարգի վրա։ Պատկերացրինք։ Ուրեմն առաջին տարբերակի դեպքում արգելվեց շահագործումը։ Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, բեռնատարում բացակայում է կրակմարիչը։ Կրակմարիչը այն կրակը, որ
հանգցնում են ագնետուշից ելնա։ Հա։ Ուրեմն բոլոր տրանսպորտային միջոցների մեջ պետք է լինի կրակմարիչ, բոլորը պետք է ունենան։ Ուրեմն այս դեպքում էլ արկել։ Ուրեմն այս դեպքում Ուրեմն էլ երկու արկել։ դեպքում է։ Ուրեմն մի բան, հնարավոր է այսօր մեզ հանդիպի, հնարավոր է չհանդիպի, հարց։ Ուրեմն բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է ունենան իրենց մոտ, արի կարելի ասել 3 բան։ Հիմա թվարկում եմ, թե որոնք են դրանք։ Դեղատուփը, այ կրակմարիչը եւ վթարային կանգառ նշանը։ Հանդիպած կլինես եռանկյուն, եզրերը կարմիր, սենց բավականաչափ մեծ մի հատ նշան։ Այս 3-ը բոլորը պիտի ունենան։ Միայն չունի առանց կողային կցորդի մոտոցիկլ, ոչ թե չունի, չի ունենում, ինչու՞, որտեվ տեղ չկա այդ ամեն ինչը, որ առանց կողային կցորդի մոտոցիկլի վարորդը իր մոտ պահի, այսինքն 2 ականի մոտոցիկլը չի ունենում, այս թվարկված։ Մնացած բոլորը պիտի ունենան։ Անցնում ենք հաջորդին։ Տես, շահագործումն արգելում է նորից, եթե սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լույսային սարքավորումները եւ մոտոցիկլի դողերի բարձրությունը մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։ Հիմա անդրադառնանք առաջին հարցին։ Եթե ռեժիմով սահմանված չեն աշխատում արտաքին լույսային սարքերը, այսինքն դրսի լույսերը ֆարերը չեն աշխատում։ Մեկը աշխատում է, մյուսը չի աշխատում։ Կարգելու։ Այո, իհարկե։ Դու պատկերացրու, օրինակ, դու ազդանշանը միացնում ես ձախ, աչքն է միանում կամ այո, պատկերացրու միացնում ես մոտակա լույսերը, մեկը լինի մոտական միացրած, մյուսը լինի հեռահար։ Սրանք ռեժիմի խախտումներ են, որ չի թույլ տալիս։ Շահագործել, ինչ վերաբերում է մոտոցիկլի դողերի մնացորդային շերտի բարձրությանը, իհարկե 0.8 մմ-ից պակաս չի թույլատրվի, կարգելվի։ Տեսնում ենք 0.8-ից պակասա, թե ոչ այս դեպքում։ 0.6-ա։ Ուրեմն երկու դեպքում։ Ուրեմն երկու դեպքում, շատ ճիշտ ես։ Հարցեր կառաջանան, կուղես քո հարցերը։ Խաչմերուկից հարց։ Խաչմերուկը վերջինը ով կանցնի։ Նախ մի հատ քննարկենք, միասին տեսնենք, թե առաջինն ով կանցնի, իհարկե։ Ինչ ես կարծում։ Վերջինին։ Ուրեմն առաջինը ինձ թվում է կարմիրը կանցնի։ Ինչու՞։ Ինչ ես Նա կարծում։ գլխավոր ճանապարհ է։ Տես, եթե նշան չես տեսնում, գոյություն չունի, լուսացույց գոյություն չունի, խաչմերուկը դառնում է հավասարազոր։ Հա։ Այս դեպքում ո՞նց ենք հասկանում։ Ահա, ով աչից հարված չունի, Նա կանցնի նա կանցնի առաջին։ Հա, ուրեմն կարմիրը։ Ուշադիր։ Մտքով քեզ առաջարկում եմ։ Աչից առաջ աչից հարված կունենա կանաչ մեքենա կհարվածի։ Ուրեմն կարմիրը բացառեցինք։ Ճիշտ ես։ Հա, կանաչը։ Ուրեմն կանաչը կանցնի առաջին։ կանաչը Կանաչին կանցնի մոտեցող չկա աչ կողմից։ Հիմա կանաչը գնաց, այլևս տեղում չի։ Ում աչը ազատվեց։ Բանն է, կարմիրի Ապրեց։ վերջինն էլ կապույտը։ Վերջինը կապույտը։ Հիմա նորից հարցը կարդանք։ Վերջինով անցնում խաչմերուկը։ Կանցնի կապույտ Всё, ավտոմոբիլը։ նշում ենք կապույտը։ Տես քննարկելով, թվարկելով հերթականությամբ դու արդեն գտար թե վերջինով կանցնի։ Հաջորդ հարցը. կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի առաջինը թե երկրորդը։ Ստեղ նշաններ, լուսացույց, ինչ որ մի բան տեսնում ես։ Առաջինը կանցնի կարմիրը եւ վերջինը կապույտը։ Ինչու կարմիրը չես Որովհետեւ կարմիրի մոտ կա գլխավորի նշան։ Ահա։ Չէ, գլխավորը վերաբերվում է ձախ թեքվողին։ Ահա։ Ու ինքն էլ Փորձի- բանն է միացրել թարթիչներն է միացրել ձախի, ու պետքա թեքվի գլխավոր ճանապարհը իրեն է պատկանում։ Երկրորդը կանցնի կապույտը։ Ահա։ Տես, դու ճիշտ կլինեիր, եթե այդտեղ չլիներ լուսացույց։ Հա։ Այսինքն առաջնորդվեինք ըստ նշանների, բայց քանի որ գոյություն ունի լուսացույց, առավելության նշանները այլևս չեն գործում։ Այսինքն պատկերացրու իրանք չկան, գոյություն չունեն։ Հիմա եթե կանաչա մեքենան կանցնի, տվյալ դեպքում կապույտ մեքենան պետքա զիջի կարմիրի, որ կարմիրը նոր անցնի թեքվի ձախ։ Ճիշտ է։ Պետքա մոտիկանա։ Չէ, նայ։ Ոնց է ստեղ ստացվում։ Եթե երկուսի համար էլ լուսացույցի ազդանշանը կանաչ է, ասեցինք, չէ, նշանները չեն գործում։ Իրանք համարի չկան, գոյություն չունեն։ Հիմա երկուսի համար էլ լուսացույցի ազդանշանը կանաչ է, պայմանները ստացվում են նրանց մեջ հավասար։ Իսկ հավասար պայմանների դեպքում նորից գործելու է աչից հարվածի սկզբունքը։ Աչից հարված ստացողը պիտի զիջի ճանապարհ, իսկ աչից հարված կստանա կարմիր մեքենայի վարորդը։ Որ թեքվի ձախ մտքով պատկերացրու, կապույտն անանչի չի հարվածի։
Հա, լավ հասկացա։ Ես մտքով ճիշտ ասած ճիշտ մտածեցի, ուղղակի սխալ արտահայտեցի։ Ոչինչ, չէ, Ես պետք է ասեի Արմիրը պետք է սպասի այնքան, մինչև կապույտին բաց թողնի կապույտին, զիջի, նոր ինքը ձախ Ես ճիշտ շրջադարձ մտածել եմ, կամ սխալ հետադարձ արտահայտվել կատարի։ եմ։ Ոչինչ, դե պարապում ենք, այդ սովորում ենք։ Ես ավելի շատ նշանի վրա ֆիքսվեցի, քան Ահա, լուսացեցի։ իսկ եթե լուսացը չաշխատեր, Այդ ժամանակ արդեն դու կլինեիր Արմինը։ ճիշտ։ Կհետևեիր նշաններին։ Հիմա նշաններին չենք նայում լուսացին։ Ստացվում որ կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի առաջինը։ Ստեղ այս նշանը տեղեկացնում է այնպիսի թունելի մոտենալու մասին, որտեղ բացակայում են գծանշումները, թե որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը։ Գծանշումները։ Չէ, գծանշման հետ ինքը կապ չունի։ Նշանը զգուշացնում է, որ դու մուտք ես գործելու մութ թունել։ թունել։ Տես դու ասցիր, չէ, մութ թունել։ Այդ էական չի, մութա թե այնտեղ լուսավորություն գոյություն ունի։ Եթե անգամ թունելում, սրահում, ներսում լուսավորությունը կա, հնարավոր է այդ լույսերը պայտակ մեկ էլ տեսար լույսերը գնաց։ Կարա լինի թե ոչ։ Հա, որտեղ բացակայում են արհեստական լուսավորությունը։ Ահա, ուրեմն բացակայում են թե չեն բացակայում, մոտակա լույսերը պետք է միացնել, նոր մոտ գործել թունել, որ հանկարծ լուսավորություն չլինի, այո, քո մեքենայի լույսերը քեզ օգնեն։ Թե չեն դե խառնաշփոթ տեղի կունենա, չես էլ հասցնի հասկանաս ինչ կատարվեց, մինչև փորձես մեքենայի լույսերը միացնել, վթար տեղի կունենա։ Միացնում նոր մուտք են գործում թունել։ Բացակայում է արհեստական լուսավորություն։ Հաջորդը նշված վայրերից որտեղ կարելի է կանգառ կատարել, դու ասա ոնց ես մտածում, ոնց ես կարծում, թեկուզ անգամ սխալ, ոչ մի խնդիր։ Հետո ես բացատրությունը իրենց Այս երկու տարբերակը միայն է, միայն B։ միայն A, միայն B, նշվածներից որտեղ նշված վայրերից որտեղ կարելի է կանգառ կատարել, ինչ ես կարծում։ Փորձի։ B այում կանգառ կայանում նարգելվում է։ Ճիշտ ես։ Տես, նշանը որտեղ տեղադրված է, այդտեղից սկսած չի կարելի կանգառ կանոն կատարել մինչև հաջորդ խաչմերուկ։ Մոտակ առաջիկա խաչմերուկ։ Հիմա ստացվում է, որ նշանը տեղադրված է ստեղ, ստեղից սկսած չի կարելի կանգառ կատարել, այսինքն A վառորդը խախտում է կատարել, բայց B վառորդը ոչ, որտեվ սա խաչմերուկ է, նշանը տեղադրված է, խաչմերուկի նշանը։ Խաչմերուկ անցել կանգնել է։ Բայց եթե ստեղ նշանը չլիներ, արդեն A-ի դեպքում էլ կարողանար չէ կատարել, Շատ որովհետև ճիշտ է։ ինքը ճանապարհից դուրս է։ Եթե նշան չկա, բնակավայրերից դուրս կողմնակի վրա աջ կողմում կանգառ կանոն թույլատրում է կատարել։ Այստեղ միայն B։ Ահա, նշված վայրից որտեղ կարելի է կանգառ կատարել, նշում ենք միայն B։ Հաջորդը նշաններից որի դեպքում կարող ենք ձախ շրջադարձ կատարել։ Արի հերթով քննարկենք։ Սա միակողմանի փողոցն է, հատվողությամբ ձախից աջ միակողմանի է։ Եթե մենք այդտեղ փորձենք ձախ շրջադարձ կատարել, մուտք են գործելու միակողմանի փողոց։ Պատկերացնում ես հակառակ ուղղություն գործես։ Նշանակում այդտեղ չի կարելի։ Արի վերջինն էլ նայ։ Մյուս նշանը լավ հերթականությամբ։ Հաջորդ նշանը մեզ տեղեկություն է հաղորդում, տեղեկատվության նշան է, որ ձախ շրջադարձ կատարենք, կհայտնվենք փակուղում։ Այսինքն անցում չունի այնտեղ ճանապարհը։ Միջանցիկ անցում չունեցող ճանապարհ։ Բայց այս նշանը թույլ է տալիս ձախ։ Դու տեսնում ես, որ ձախ շրջադարձ կատարես, ճանապարհը քեզ համար կավարտվի, կվերջանա, բայց չի արգելում, քեզ թույլ է տալիս։ Դու որոշի, քեզ պետք է այնտեղ գնալ, թե ոչ։ Պատկերացրեք ոնց պրինցիպը։ Նա Այսինքն B-ի դեպքում ձախ շրջադարձ կարելի է կատարել, եթե կարիքը կա։ Եվ վերջապես մյուս նշանից հասկանում ենք, որ աջ չի կարելի, աջն է միակողմանի, այլ աջ թույլ է տրվում միայն ու միայն ընդհանուր օգտագործման ավտոբուսներին, որտեղ իրանց համար կա հատուկ առանձնացված գոտի։ Մեր քաղաքում կա նկատած կլինես աջ կողմի վրա մեծ sense որպես սիմվոլ ատար նմանացված գրված է, որ այդ տվյալ գոտին նախատեսված է ընդհանուր օգտագործման։ Բայց ստեղ էլ կարանք չէ անի ձախ շրջադարձ։ Այո, ստեղ էլ կարելի է ձախ։ Աչը չի կարելի, աչը միակողմ։ Ստացվում է, որ B-ի, G-ի դեպքում ձախ շրջադարձը թույլատրելի է, I դեպքում չի կարելի։ Նշենք B ու G։ B ու G։ Ապրես։ Մյուսը։
Կապույտ գույնի արկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնին ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով, զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար, իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար։ Ուրեմն այս դեպքում, միայն մի գույնի դեպքում նշեցինք արդեն, զիջում ենք ճանապարհը նշված տրանսպորտային միջոցների անխոչնդոտ անցումը ապահովելու համար։ Փորձի հիշել այսպես, եթե ընդամենը մեկ գույն է, կապույտ գույն, զիջում ենք ճանապարհը։ Ինչու՞։ Մի գույնի դեպքում, կապույտ գույնի դեպքում, նախ ասեմ կապույտ գույնի փարոսիկը արկայծող որ տրանսպորտային միջոցների վրա է տեղադրված լինում։ Պահակապարեկային ծառայության մեքենաների վրա, հրշեջ, շտապ օգնություն։ Նրանց արագ պետքա զիջել ճանապարհը։ Փորձես այդպես հիշել։ Շատ։ Բայց եթե կարմիր ու կապույտ է, ուրեմն պետք է իջեցնել։ Հիմա բացատրեմ կարմիր ու կապույտը։ Տես, կարմիր ու կապույտ փարոսիկով տրանսպորտային միջոցը հավանաբար միայնակ չի լինում։ Հավանաբար միայնակ չի։ Ինք լսել ես Սապրավազենյանին ասում, էսկորտ, շարասյուն, կալոնայա տեղափոխում, դա, այդ շարասյան անխոչնդոտ անցումը պետք է ապահովես։ Այսինքն ոչ թե թույլ տաս միայն այդ կարմիր ու կապույտ փարոսիկով տրանսպորտային միջոցը անցնի, այլ այդ շարասյան բոլորի անխոչնդոտ անցումը պարտավոր ես ապահովելու։ Նու որպես կանոն նման տրանսպորտային միջոց վերջում վերջից էլ անցնում, որ իմանաս այդ շարասյունը ավարտվեց։ Այդ դեպքում դու ինչ պետք է անես, արագությունը նվազեցնես ու զիջես ճանապարհը եւ այդ շարասյան անցումը ապահովես անխոչնդոտ։ Շատ լավ։ Փորձի հիշել այսպես, եթե մի գույն կլինի կապույտ, զիջել ճանապարհը կնշես։ Եթե լինի կարմիր եւ կապույտ փարոսիկով տրանսպորտային միջոց, արագությունը նվազեցնել, զիջել ճանապարհը եւ այդ բոլորին թույլ տալ, որ անցնի։ Շատ լավ։ Այս ձևով փորձի հիշել, տարբերել իրարից։ Լավ, իսկ կապույտ փարոսիկը, օրինակ հրշեջը, շտապ օգնությունը ուղեկցում չի իրականացնում։ Զգացինք տարբերությունը։ Շատ լավ ընկեր Արթուր, շնորհակալ եմ ինֆորմատիվ, օգտակար դասի համար։ Մյուս դասին կշարունակենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Շատ լավ, Սյուզան, համեցիր։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները, հետևելով մեզ ամեն շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։ Իսկ եթե բաց եք թողել, կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան պաշտոնական էջին։